Ադրբեջանական նավթամթերքը Վրաստանի տարածքով կհասցվի Հայաստան։ Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունն այդ մասին հայտարարություն է տարածել։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, կոնկրետ ինչ է ասվում այդ հայտարարությունում։ Վրաստանի էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ Վրաստանի կառավարությունը հոկտեմբերի 5-ին գործընկեր պետությունների կառավարություններից ստացել է դիմում խնդրանք, որպեսզի ադրբեջանական բենզինը Վրաստանի տարածքով տեղափոխվի Հայաստան։ Խոսքը գնում է միանվագ այսպիսի մի գործարքի մասին եւ ընդգծվում է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանձնարարություն է տվել Վրաստանի երկաթգծերի վարչությանը կատարել այս ծառայությունը անվճար։ Խոսքը առաջին պիլոտային այդ փոխադրման մասին է։ Դրանով վրացական կողմը պատասխանում է ադրբեջանական իշխանամետ մամուլում տեղ գտած որոշ հրապարակումների, որոնցում պնդում էին, թե իբր Վրաստանը արհեստականորեն խոչընդոտում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև տնտեսական կապերի զարգացմանը, մասնավորապես Ադրբեջանի կառավարությանը մոտ կանգնած Մինվալ պարբերականը գրում էր, թե Վրաստանը արհեստական բարձր սակագներ էր սահմանում, որպեսզի ադրբեջանական բենզինը հնարավոր չլինի անիմաստ լինի Հայաստան տեղափոխել Վրաստանի տարածքով։ Եվ ընդգծվում է, որ Վրաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններում տագնապալի փոփոխություններ են նկատվում։ Այսպիսով Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հերքում է այս տեղեկատվությունը, ընդգծելով, որ Վրաստանը, մեջբերում եմ, շարունակում է մնալ Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմավարական եւ վստահելի գործընկեր, եւ որ Թբիլիսին այսուհետ եւս շահագրգռված է լինելու, որպեսզի տարածաշրջանում լինի կայություն, խաղաղություն եւ տնտեսական հարաբերությունների զարգացում։ Այսինքն արդեն կա վերջնական պայմանավորվածություն։ Այդ դեպքում ինչպիսին է գործարքի պայմանը։ Պաշտոնական Երևանը եւ Բաքուն այս տեղեկությունը ոչ հաստատում են, ոչ հերքում։ Ադրբեջանի նավթային պետական կորպորացիան անուղղակի ձևով հաստատել է, բայց որևէ մեկնաբանություն չի տվել այն մասին, թե բենզինի ինչ ծավալի մասին է խոսքը եւ ինչ ժամկետներում այն Վրաստանի տարածքով Հայաստան կտեղափոխվի։ Հավանաբար այս գործարքի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Գաբալայում նոյեմբերի 28-ին, ուր հանդիպել էին Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերը, Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը հաստատել էր տեղեկությունն այն մասին, որ այդ հանդիպման ժամանակ որոշակի համաձայնություն է ձեռք բերվել ադրբեջանական բենզինը Հայաստան տեղափոխելու վերաբերյալ, քանի որ առայժմ սահմանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև փակ է, այս գործարքը հնարավոր է իրականություն դարձնել միայն Վրաստանի տարանցմամբ, հա, եւ դրա համար բնական է Վրաստանին պետք է ինչ-որ բան տարանցման համար վճարվի եւ այդ Գարդաբանի Սադախլո ճանապարհի 111 կիլոմետրանոց հատվածը անցնելու համար Վրաստանի կառավարությունը պետք է ակնկալի ինչ-որ գումար։ Եվ ըստ ադրբեջանական Մինվալ պարբերականի վրացական կողմը անսպասելի բարձր սակագին է թելադրել, որը անիմաստ է դարձնում այս գործարքը։ Եթե հավատանք այդ տեղեկություններին, 1 տոննա բենզին տեղափոխելու համար այդ 111 կիլոմետրով Վրաստանը պահանջել է $92 1 տոննայի համար։ Այսինքն, եթե հաշվենք 1 կիլոմետր տոննա, հա, յուրաքանչյուր տոննայի 1 կիլոմետր անցնելու համար սակագինը լինելու է 82 ցենտ։ Մինչդեռ Ադրբեջանը 1 կիլոմետր տոննա այդ հարաբերակցությունը, եթե հաշվի առնենք, առաջարկում է 40 անգամ ավելի ցածր գին։ Վրաստանը Փոթի եւ Բաթումի նավահանգիստներ բենզին հասցնելու համար 20 անգամ ավելի ցածր գին է սովորաբար պահանջում, քան պահանջել է այս անգամ ադրբեջանական բենզինը Հայաստան հասցնելու համար։ Մինվալը պնդում է, որ այս ամենը միայն եւ միայն քաղաքական ենթատեքստ ունի եւ որ վրացիների նպատակն է խանգարել Բաքվի եւ Երևանի միջև տնտեսական կապերի կայացմանը եւ ընդգծում է, որ եթե այդպես շարունակվի, Բաքվում կարող է համապատասխան քայլեր ձեռնարկի Թբիլիսիի դեմ։ Այս դեպքում ում հավատալ, ադրբեջանցիներին թե վրացիներին։ Իրականում այստեղ հակասություն չկա, քանի որ ինչպես ասացի, Վրաստանի էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության մեջ խոսվում է միայն պիլոտային նախագծի մասին, այսինքն միանվագ, մեկ անգամ, առաջին անգամ
Հայաստանի տարածքով տարանցումը լինելու է անվճար։ Դրանից հետո հավանաբար ամեն դեպքում ադրբեջանական այդ տեղեկությունը ինչ որ հիմք ունի եւ հավանաբար այդ հարցի վերաբերյալ իսկապես բարդ բանակցություններ են շարունակվում, մանավանդ որ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը մի քանի օր առաջ հաղորդագրություն էր տարածել, որում ասվում է, մեջբերում եմ, շարունակվում են ինտենսիվ բանակցությունները Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի մաքսային ծառայությունների հետ կարևոր մարտահրավերների արագ լուծման համար։ Այսինքն, եթե մարտահրավերների մասին է խոսքը, ապա հավանաբար դեռևս կան չլուծված եւ վիճելի խնդիրներ։ Կարծում եմ վիճելի խնդիրը հենց այդ տարիֆն է, հենց այդ սակագինն է։ Ամեն դեպքում սա, այսինքն Հայաստանը չի կողմը այդ բանակցությունների, սա խնդիր է Թբիլիսիի եւ Բաքվի միջև, մանավանդ որ կարծում եմ բոլորովին էլ այսպես զուգադիպություն չէր այն, որ հենց նույն այդ օրերին ադրբեջանցի բեռնափոխադրողները լրջագույն խնդիրների բացին վրաց-ադրբեջանական սահմանին։ Բաքվի մամուլը գրում է, որ ադրբեջանական բեռնատարները շաբաթներով պահում են սահմաններում եւ կոպիտ վերաբերմունքի են արժանացնում ադրբեջանցի վարորդներին։ Կարծում եմ այդ երկու հանգամանքը փոխկապակցված է եւ դա իսկապես Թբիլիսիի եւ Բաքվի միջև հարաբերություններում ինչ որ լարվածության հետևանք է։ Արտем, բայց ինչու Վրաստանը պետք է ցանկանա, այսպես ասած, խոչընդոտ ստեղծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տնտեսական կապերի կայացմանը։ Դե այստեղ մի քանի վարկած կարող է լինել, Բաքվում իհարկե շարունակում են խոսել, այսպես հայերի մատը խառն է թեմայի շուրջ, հա։ Օրինակ լրագրող Սամիր Վելիևը գրում է, որ հավանաբար վրացի չինովնիկները ինչ որ կապեր ունեն, շահագրգռված են հայերի կողմից եւ դա է պատճառը, որ խոչընդոտում են, խնդիրներ են ստեղծում։ Իհարկե այդ ամենը անհեթեթ է, օբյեկտիվ պատճառներ էլ կան։ Բանն այն է, որ շուտով ավարտվում է ժամկետային պայմանագրի, որի համաձայն Ադրբեջանը գազ է մղում Վրաստան եւ վարչապետ Կոբախիձեն հայտարարել է, որ մեկնարկում են սակագնի վերաբերյալ բանակցությունները։ Հավանաբար այդպիսի սակագին թելադրելով բենզինի դեպքում Վրաստանի իշխանությունները փորձում են իրենց համար շահեկան դիրքեր ապահովել Բաքվի հետ գազի սակագնի վերաբերյալ բանակցություններում։ Եվ սա ընդհանրապես այսպես գործիք է, հա, հավանաբար ընթացքում լեզու կգտնեն։ Մեկ այլ վարկած, որը կարծում եմ նույնպես իմաստավորված է, չի բացառվում, որ վրացիները կատարում են Մոսկվայի խնդրանքը, իսկ Մոսկվան իսկապես շահագրգռված չէ, որպեսզի Հայաստանը իր էներգետիկ դիվերսիֆիկացիայում պես որոշակի կտրուկ քայլեր կարողանա անել։ Տես հետաքրքիր է, չէ, որ երբ Ռուսաստանից եւ Ղազախստանից հացահատիկն էին տարանցում Վրաստանի տարածքով, որևէ արհեստական բարձր սակագին վրացիների կողմից չկար։ Երբ ադրբեջանական բենզինն են փորձում տեղափոխել Հայաստան, բարձր սակագին են առաջարկում վրացիները։ Ամեն դեպքում կարծում եմ սա Մոսկվայի դերը նույնպես այստեղ նկատվում է, քանի որ այդ դեպքում ինչու պետք է տարբերություն լինի ցորենի եւ բենզինի միջև։ Շնորհակալություն, Արտем։